նրա հիվանդությունները այնպիսին են, որ ամեն դատական նիստը ռիսկային է, բայց ամեն դեպքում փորձում է հաղթահարել այդ ռիսկները եւ ներկան դատական նիստերի։ Եվ այդ մյուս գործով դատարանը անցած անգամ որոշում կայացրեց, որ պետք է տիպողաբար այսպես մյուս տողել ինչ խնդիրներ կան այդ։ Նայեք, նախ ի սկզբանե մենք ասենք, որ դրա անհրաժեշտություն չկա, պարոն Ղուկասյան, այնպես չէ, որ իր տանից գալիս է եւ իր կամքով չի գալիս։ Մենք առարկեցինք դատանի գործողությունների դեմ, այնուհետեւ դատանը որոշում կայացրել է, բայց ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ դատանի որոշումը որպես այդպեսին չէ իրագործել, այսինքն ոչ մեկը պարոն Ղուկասյանին ուժով չի բերել դատական նիստին, պարոն Ղուկասյանն ինչպես միշտ է եկել, այդպես էլ եկել է։ Իսկ այդ նիստին պաշտպանները չեն եկել, որտեղ 5 շաբթի դատանը հայտարարում է, որ ուրբաթօրը նիստ է նշանակում եւ զուտ ծանրաբեռնվածության պատճառով օբյեկտիվորեն հնարավոր չէր այդ նիստին նշանակել, որտեղ նախապես պլանավորված այլ դատական նիստեր կար, որի մասին հայտնել ենք դատանին, նիստին չենք եղել մենք եւ ամսի 19-ի նիստին կիմանանք դատանը արդյոք մեր բացակայությունը համարել է հարկելի թե ոչ։ Պարոն Հայրապետյան, եւ այս գործով վկաների հարցաքննության փուլում են քանի վկա կա եւ Եթե չեմ վերջո երբ հանգուցալուց վկաները շատ են, եթե չեմ սխալվում, դեռ եթե չեմ սխալվում, կան հարցաքննվելու, ընթացքին դուք եք տեսնում, դուք եք հետևում եւ իմ կարծիքով զուտ իրավաբան լինել միայն պետք չէ լինել հասկանալու համար, որ ըստ էության անձիկ եկե սովորական process-եր մասնակցե, որի մեջ չի եղել որևէ քերական տար, բայց պետությունը այսօր որոշել է դա դիտել որպես քերական հայտնի դերտապատճառներով, բայց զուտ իրավական առումով համայնքը աջուրդ է կազմակերպել, թերթերով հայտարարություն է տվել եւ քաղաքացիներ, ովքեր Վարդան Ղուկասյանին միայն հերոսացույցով են տեսել, եկե մասնակցել եւ աջուրդին հաղթել են։ Հիմա արդյոք այդ պարագայում պնդել, որ պարոն Ղուկասյան լիազորությունների չարաշահմամբ խմբային շահերից ելնելով որևէ մեկին գույքի օտարին, իմ կարծիքով ողջամիտ չէ։ Պարոն Հայրապետյան, նայած տեսնում որ այդ որ կանաչ գործի համարվում հակացիմ այդ հողատարածքների վրա կառուցված են տներ, մարդիկ ապրում են, նույնիսկ օրինականացրել են, բայց այդ դեպքում ինչ ճակատագիր է ունենալու։ Ես ձեր հարցին պատասխանեմ հարցաքննված վկաներից մեկից հուսմունքով, որ կադաստրի աշխատող է եղել։ Ասում է խորհրդային ժամանակաշրջանում երկար շենք կա, խորհրդային ժամանակաշրջանում կառուցված։ Բայց կադաստրային քարտեզով որ նայում ենք եւ Գյումրու գլխավոր հատակածով, այդ շենքի մեջտեղով ճանապարհ է անցնում։ Այսինքն թղթի վրա ինչ որ գծել են ու իր բարերով ասում, երբ որ գլխավոր հատակագիծը գծում էր կառավարությունից, գալիս են նայում են այն շենքին, ալարում են գնային նային այդ շենքը ինչ է, գնում մոտները գծում էին ճանապարհ։ Եվ փաստացի իրավիճակը երբեք թղթին չի համապատասխանել։ Գյումրի որտեղ հարմար է եղել, իրեն տանիք է կառուցել։ Հիմա ասել, որ ու այդ այր, որ այդ են գծել եւ դրա համար մեղադրել Վարդան Ղուկասյանին, կարծիքով իրավաչափ չէ։ Պարոն Հայրապետյան, հաղորդում ներկայացրած անձին 4-ն են, ովքեր են նրանք եւ հաղորդման մեջ ինչպես են շոշափում Վարդան Ղուկասյանի անունը։ Բացարձակ կապ չունի Վարդան Ղուկասյանի եւ հաղորդում ներկայացված անձանց դժգոհությունը, հաղորդում ներկայացած անձիկ այսօր նկատի ունեք դատախազի հիշատակած անձիկ։ Ինչ է, անձը իր տարածքը ցանկապատել է եւ նրանք գնացել հաղորդում են ներկայացվել, որ անձը ապօրինի շինարարություն է անում։ Վարդան Ղուկասյանը կապ չունի եւ այդ բողոքները եղել են 20-21 թվականներին, շինթույլտվություններ եղել է 20 թվականին։ Դա բացարձակապես Վարդան Ղուկասյանի հետ կապ չունի, դա կապ ունի կոնկրետ այսօրվա հարցաքննված վկայի եւ նրա տղայի հետ եւ բողոքը եղել է նրանց դեմ։ Վարդան Ղուկասյանը անունը այդ հաղորդումներում առհասարակ չի շոշափվում։ Այդ դեպքում Վարդան Ղուկասյանի դեմ հաղորդում ներկայացրած անձ կա։ Ինչպես է ստացվում, որ այս գործում մեղադրյալ են։ Օպերացի ազգային անվտանգության ծառայությանը եւ քննչական կոմիտեին ու մեր դատախազությունը այդ հարցերի պատասխանը հուսով եմ դատանում կտա։ Մասնավոր անձ չկա, որ ասի Վարդան Ղուկասյանը հանցագործությամբ իսկ գույք է օտարել կամ ինձանից գույք է խլել, նման չկա։ Ինչ են արել։ Բացել են իրենք կադաստրային գործերը բոլորի, փորձել են այդ դա ներկայացնել որպես 60-րդ հոդվածով սահմանափակման ենթակա հող եւ դրանով բավարարվել են։ Ասում են, ահա ումը դու 2006 թվականին պետք է իմանայիր, որ դա 60 հոդված է եւ աջուրդ պետք է չկայանար։ Այսինքն համայնքապետը պետք է քարտեզագետ լիներ, ճարտարապետ լիներ, հողագետ լիներ, իրավաբան լիներ, ֆինանսիստ լիներ։ Սպարտակ Ղուկասյանը ումը դրվագներից մեկով մեկ գույքը ինչ որ մեկ փուլում դարձել է Սպարտակ Ղուկասյանի անունով։ Եվ
վերավաճառելով կամ վերագործարկելով հասել է Սպարտակ Ղուկասյանին 18 թվականին։ Բայց Սպարտակ Ղուկասյանին ասում են, որ դուք 12 թվականին, երբ Արտան Ղուկասյանը եղել է քաղաքապետ, բայց գույք իրանով դարձել է 18 թվականին, պաշտոնական լիազորությունների նրան օժանդակել է կողմի դրանց օգտագործող մի կատարի քողերի լվացը։ Պարոն Հայրապետյան, վկայացնող ցուցմունքում խաղոր տանցեդականում Շուտ Բալասանյանի անունը, Սամվել Բալասանյանը կամերա որը Բայց հետաքրքիր է, որ բոլոր ժամանակաշրջանի գործողությունները ներառված են որպես հիմնավորում Չեն պարապետության։ հարձակվել նախագահական Ոչ, ոչ։ Այդ բոլոր գույքերը օրինականացվել են պարոն Ղուկասյանից հետո։ Հիմա նայեք, այստեղ հարց է։ Առհասարակ չպետք է որևէ մեկը այս գործը վարձականի, որևէ մեկը։ Բայց պարոն Ղուկասյանի օրոք հող է ուտարվել աճուրդի միջոցով։ Հողի վրա կառուցվել ինքնական կառույց, դա օրինականացվել է նրանից հետո։ Պարոն Ղուկասյանի պաշտոնավարումից հետո։ Լավ, այդ հողը, եթե մի քանի քաղաքապետեր չեն տեսել, որ այդ հողը 60 հոդվածի սահմանափակման տակ է, կադաստրներ չի տեսել։ Պարոն Ղուկասյանը ինչու պետք է տեսներ։ Ումը պետք է տեսնել մեկ պատճառը, որտեղ քաղաքական առումով պետք է որ ներկայացնեն որպես տեսնելու պարտականություն ունեցած հանց։ Ուրիշ բան չեմ կարող այդ հարցի պատասխանել։